Շնորհակալություն Փառք մեր Տիրոջ մեր Աստծուն փառքավետյան ամեն վերջերս այնց խորհրդածությունների մեջ էի ու մտորում էի հարցեր էին առաջանում լուր մտքիս մեջ խոսում էի Տիրոջ հետ եւ ինչուներ կային որ Տեր ինչու այս բանը չի լինում կամ այն բանը չի ստացվում ինչպես դու ես խոստացել վերջի ինչուների հետ կապված ինչու եկեղեցում տեղի չեն ունենում բաներ որ դու խոստացել ես որ դրանք տեղի ունենան եւ պես դրամադրված չեն պես մեջիցս մի հատ ոնց որ ճիչ առաջանար կամ չգիտեմ ոնց ասեմ ասեցի Տեր ո՞րն է խնդիրը ասենց դուրս եկավ ներսիցս Տեր ո՞րն է խնդիրը եւ հետարքիր է որ պատասխան եղավ շատ հենց մի անգամից ո՞րն է խնդիրը նախանցած Կիրակի ես միտեղ էի խոսում էի վերնագրել էի ասպես այդ խոսքը լրջագույն հանցանքը այսօրվա իմ խոսքն էլ ես ուզում եմ վերնագրեմ լրջագույն խնդիրը եւ ես լսեցի պատասխանը եւ պատասխանը սա էր հետարքիր է ես չէի այդպես պատասխանի եթե մինչ այդ ինձ հարցնեին որն է խնդիրը այդ հարցերը որոնց հետ կապված այդ անհանգստությունը ես ունեի ինչու չի կատարվում ինչու տեղի չեն ունենում այն խոստմունքները ի կատար չեն ածվում եւ պատասխանը սա էր խնդիրը լսելն է խնդիրը կապված է լսելու հետ Մնացած բոլոր խնդիրները իրոք առաջանում են այս կարևոր հարցը, որ Աստված մեր առջև դրել է ավետարանով, տեսեք անգամ կարող է մենք ասենք դե խնդիրը հավատալն է, որտեղ առանց հավատքի իրոք անհնար է Աստծուն հաճելի լինել, որ առանց հավատքի ոչինչ չի կարող Աստված մարդուն տալ, բայց Ռոմացիների նամակի մեջ Պողոս առաքյալը 10-րդ գլխում է ասում, ծանոթ այդ խոսքը եկեք կարդամ, որ այդպես է գրված 17 խոսքն է 17 Հռոմեացիներ, ուրեմն հավատքը լսելն է ու լսելը Աստծո խոսքն ինքնին հավատն էլ լսելու արդյունք է, որտեղ եթե ստացվում է այնպես, որ մարդը իսկապես լսում է Աստծուն, Աստծո խոսքը նրա մեջ այդ լսելու արդյունքում դրսևորվում է հավատք կամ ծնվում է հավատք ուրեմն որքան կարևոր է լսելու հարցը Թեսաղոնիկեցիներին ուղղված առաջին նամակի մեջ Պողոս առաքյալը այսպես է ասում երկրորդ գլուխ 13 խոսքում ասում է Այսօր համար մենք անդադար կգոհանանք Աստծուց որ մեզ մե Աստծո խոսքը լսելով որ մեզանից Աստծո խոսքը լսելով ընդունեցիք ոչ թե իբրև մարդոց խոսք հապա ինչպես ճշմարտապես է Աստծո խոսք որ նաև կներգործե ձեր մեջ որ կհավատաք դուք մեզանից մեր քարոզած խոսքը Աստծո խոսքը լսելով ասում ընդունեցիք ոչ թե որպես Աստծո որպես մարդոց խոսք, այլ որպես Աստծո խոսք։ Եվ միշտ այդպես է, երբ ստացվում է այնպես, որ մարդը Աստծո խոսքը իրոք լսում է որպես Աստծո խոսք, նրա մեջ առաջանում է համապատասխան հավատք, կարողություն ավելի ճիշտ հավատալու, եւ այդպես էլ առաքյալը շարունակության մեջ ասում է, եւ արդյունքը սա եղավ, որ նաև կներգործե ձեր մեջ, որ կհավատաք։ Հենց այդ ձեր լսած խոսքը ներգործում է ձեր մեջ։
քանի որ դուք հավատում եք, հավատքով լսելու արդյունքում հավատ կառաջացավ եւ հիմա դուք հավատ դրսևորեցիք այդ ձեր լսածի հանդեպ։ Եղբայրներ, քույրեր, շատ կարևոր հարց է լսելու հարցը։ Օրինակ, եթե հարց տամ, հարց ուղեմ մեզ, օրինակ այսօր մեզանից քանիսն են մինչև այստեղ գալը աղոտ կարել, որ Աստծո խոսքը այս վայրում հայտնվի, թող ձեռ բարձրացնեն։ 3-4 հոգի կամ 5, 4 հոգի։ Իսկ քանիսն են այսպիսի աղոտ կարել։ Տեր օգնիր, որ ես այնտեղ, որ պիտի ներկա լինեմ, որտեղ քո խոսքն է խոսվելու, ես կարողանամ լսել։ Լսելու կարողություն տուր այսօրվա խոսքը, որ կարողանամ լսել։ Էլի 2-3 հոգի երևի։ Գիտեք, եղբայրներ, քույրեր, ես հենց այնպես այս հարցը չտվեցի։ Իրոք մեզ պիտի անհանգստացնի Աստծո խոսքը լսելը առաջնահերթ հարցն է, որտեղ եթե չստացվի մեր լսելը, Աստծո խոսքի հետ առնչվելը, մեզ հետ տեղի չի ունենա այն ամեն ինչ, որ Աստված խոսել է, խոստացել է։ Մենք ուզում ենք փոխվենք առանց Աստծո խոսքը լսելու։ Ուզում ենք մեր մեջ տեղի ունենան բաներ, որ Տերը խոստացել է, բայց առանց Աստծո խոսքի պատշաճ ուշադրություն դարձնելու։ Մարկոսի ավետարանում 4-րդ գլխում եկեք կարդամ այդ համարը 24 խոսքում այսպես է ասում. Եվ ըսավ անոնց. նայեցեք ինչ կլսեք, ինչ չափով որ կչափեք, նույն չափով պիտի չափվի ձեզ, եւ ձեզի որ կլսեք, պիտի ավելնա, ձեզի որ կլսեք, պիտի ավելնա լսողներին։ Վասնզի ով որ ունի անոր պիտի տրվի, եւ ով որ չունի, ունեցածն ալանք է պիտի առնվի։ Ով որ լսելու կարողություն ունի, կարանք այստեղ այսպես մեկնաբանենք Տիրոջ ասածը, ով որ կարողանա լսի, ով որ կարողություն ունի լսելու եւ ընդունելու բնականը, նրան ինչ է ասում, անոր պիտի տրվի եւ պիտի ավելանա։ Ինչու, որտեվ Աստված այդ պայմանը ինքն է դրել, իր խոսքի հետ վերաբերվել որպես Աստծո խոսքի, որպես այդ համապատասխան հեղինակությունը ունեցող խոսք։ Եվ երբ որ ստացվում է, որ մարդը, հավատացող մարդը իսկապես լսում է Աստծո խոսքը, հնարավոր չի անարդյունք լինի այդ լսած խոսքը։ Այդ խոսքը ընկնելով մարդու սրտի մեջ, որտեղ սա էլ կարևոր է, որ Աստծո խոսքը հնարավոր չի գաղափարով, ուղեղով լսել։ Աստծո խոսքը հնարավոր է միայն սրտով լսել, կներեք։ Եթե սիրտը չի արձագանքում մարդու խոսքի լսելուն, Աստծո խոսքի, այդ լսելը անպտուղ լսել է դառնում, անարդյունք։ Եվ Աստված ինքն է այդպես նախատեսել ու այդ պայմանը դրել, որ մարդը պիտի սրտով արձագանքի իր խոսքին։ Եվ ես վերջում անդրադառնամ պատճառներին, թե ինչու մարդը չի կարողանում լսել, խնդիրները որոնք են։ Բայց հետաքրքիր է, որ մինչև այդ ես նույն միտքը Ղուկաս ավետարանիչը, տեսեք ինչպես է այստեղ ներկայացնում։ Մարկոսը ասում է նայեցեք ինչ կլսեք, իսկ Ղուկասը 8-րդ գլուխ այդ խոսքը հետևյալ կերպ է ձևակերպում։ Ուստի նայեցեք 8:18-ն է Ղուկաս։ Ուստի նայեցեք, թե ինչպես կլսեք, քանզի ով որ ունի անոր պիտի տրվի եւ ով որ չունի եւ այլն։ Մարկոսն ասում է նայեցեք ինչ կլսեք, Ղուկասն ասում է նայեցեք ինչպես կլսեք։ Եվ այս երկուսի համադրությունն է բերում դրական արդյունք։ Շատ կարևոր է, թե մենք ինչ ենք լսում։ Մեր ականջները ինչի ենք տալիս այսօր լսելու այնքան բան կա, այնքան աղբյուր
աղբյուրներից այսպես ուղղակի հեղեղա ինֆորմացիայի լսելու, այդպես ասած, նյութ տրվում, որ մարդիկ լսեն առավոտից իրիկուն, բայց հարց մեր ականջները, մեր լսելիքները, որ աղբյուրներին են ուղված, ինչ աղբյուրի է ուղված, որտեղից ենք սպասում մենք մեզ անհրաժեշտ եղած նյութը, մեր կարիքը բավարարող, որպես Աստծո խոսքից ծնված մանավանդ մարդիկ, ինչով ենք լցնում մեր ներսը և մեր սրտերը։ Ուրեմն, ոչ միայն ինչ լսել, բայց կարևորը նաև ինչպես լսել։ Այդ ինչպես լսելու մեջ, եթե փակագծերը բացեք, ինչ նկատի ունի, ինչ լրջությամբ ես դու լսում, որքան իսկապես ուշադրությամբ ես դու լսում, և քո լսելու արդյունքում դու լսում ես, որ միտք առնես ու հնազանդվես, թե ուղղակի լսում ես լսելու համար։ Արդյունքը դրա հետ է կապված, եթե դու այդ Աստծո ուզած ձևով չես լսում իր խոսքը, այդ խոսքը չի բերի քո մեջ այն արդյունքները և չի անի այն գործերը, որտերը իրոք ուզում էր անել։ Հիսուսը հենց այնպես չէր ասում, ով լսելու ականջ ունի, թող լսի, լսելու ականջով չունի։ Հազվադեպ շատ քիչ մարդիկ կան, որ ասենք այդ խնդիրն ունեն լսելու հետ կապված։ Մենք էլ այս վայրում, որ հավաքում ենք, կարծեմ այդպես է կոչվում, եթե չեմ փոխել, չէ, խուլ համրերի այդ մշակույթի տուն է, վերջը չգիտեմ ինչպես է կոչվում, բայց որ խուլերի մասին էր Հիսուսը խոսում, ինչ խլության մասին էր խոսում Հիսուսը, ով լսելու ականջ ունի, թող լսի, ով Աստծո խոսքը լսելու ականջ ունի, թող լսի։ Եվ ես առաջ գնալով միանգամից ասեմ, եթե Տերը չբացի մարդու լսելիքները, ոչ մեկն չի կարող Աստծո խոսք լսի։ Սա նույնպես ճշմարտություն է։ Բայց հարց, երբ որ ընդհանրապես խոսք է բացվում Աստծո խոսքի, Աստծո մասին եւ նրա խոսքը լսելու, հասկանալու մասին, ում սրտում է առաջանում այդ անկեղծ ցանկությունը, ես իրոք կուզենայի լսել, ես կուզենայի հասկանայի Տեր, կուզենայի ըմբռնեի քո խոսքը, ինչպես Տեր, դա ոնց է հնարավոր, Աստված չէ որ սրտեր քննող է, եւ տեսնում է իրոք մարդու մեջ ինչ է առաջանում, առաջի այդ հպումի ժամանակ, երբ որ մարդը հանդիպում է Աստծո խոսքի, այդ առաջի անգամ Սուրբ Հոգուց ուղղորդված նրա սրտին, Աստված սրտեր քննող Աստված է, եւ այդ արձագանքից է կախված հետագա մնացած Աստծո կողմից նախատեսված քայլերը տեղի կունենան քեզ հետ քո կյանքում թե ոչ։ Հիսուսին որքան մարդիկ էին լսում հետագայում առաքյալներին, բայց ինչ էր տեղի ունենում նրանց մեջ։ Երկու մասի էին կամ միգուցե 3 մասի էին բաժանվում, բայց հիմնականում 2 մասի էին բաժանվում այդ լսողները։ Ոմանք կոտրվում, փշրվում էին եւ զղջման, այդպես ասած, ներգործություն էր առաջանում իրանց մեջ, իրենց մեղավոր լինելն էին տեսնում։ Ոմանք էլ ավելի խստանում ու չարանում էին Հիսուսի նկատմամբ, այդ խոսքերի նկատմամբ Հիսուսի խոսացած։ Մարդը իր էությամբ, ընկած իր բնությամբ, քանի որ Ադամի սերունդ ենք բոլորս, որքան հպարտություն կա մարդու մեջ, եւ գլխավոր պատճառներից մեկը հենց առաջնա այդպես որ ընդգծված պատճառը, որ չի թողում, որ լսի մարդը, ինչպես որ պետք է լսի, դա իր հպարտությունն է, իր բարձրացված լինելն է։ Մարդը ունի այդ իր սրտում, այդպես իր էության մեջ խորը դրված այդ հատկությունը սատանայից փոխանցված իհարկե, բայց ես նաև մեջ բերեմ այստեղ Մատթեոսի ավետարանի 13-րդ գլխի հենց առաջի մասում առաքյալը խոսում է, կներեք, Հիսուսը խոսում է սերմնացանի առակի այդ հատվածն է եւ խոսում է այդ սերմերը ցանվելու, երբ որ սերմնացան ասում է ցանեց, 4 տեսակ հողերի մեջ ընկան սերմերը եւ ընդհանրապես
մեկ տեսակ հողի մեջ, 4-րդ տեսակի հողի մեջ է, որ 13-23 խոսքն է, ասում է, եւ երբ որ լսեց, այն առաջի 3 հողերի մեջ ընկածների համար այդ բանը չի ասում, ասում է, երբ որ լսեց, միտք առավ, երբ որ լսեց, միտք առավ, եւ արդյունքում ասում է, սկսեց պտուղ տալ, մեկի տեղ 100, մեկի տեղ 60, մեկի տեղ 30։ Ուրեմն, եթե լսելու արդյունքում լսողը միտք չի առնում, չի թափանցում լսածը իր միտքը, բայց այստեղ միտքը մենակ չհասկանանք մեր այս ուղեղ ուղակի, մեր այս գլխի մեջ եղած այդ կարողությունը, մտածելու կարողությունը, այլ միտք առավ սրտով, սրտի մեջ ընկավ, նկատի ունի սա, եթե սրտի մեջ չընկնի, որտեվ մարդու սիրտն է, որ պիտի լուսավորվի, իսկ խոսքը հայտնվում է մարդու այդ խավար սիրտը լուսավորելու համար, եւ եթե նորից եմ կրկնում, ստացվում է այնպես, որ Աստծո խոսքը ուղարկված, ներգործված Սուրբ Հոգու կողմից, դե միջոցը մարդիկ են, տարբեր մարդկանց կար Աստված օգտագործի, ինչևէ, երբ որ խոսքը թափանցում է մարդու սրտի մեջ, այդ ընկած խոսքը, լսված, իրական լսված խոսքը, անում է այն, ինչ որ միայն ինքը կարող է անի։ Այդպիսի, ասենք, խոսքը 103 սաղմոսում, ասում է, կներեք 107 սաղմոսում, ասում է, դուք ուղարկես քո խոսքը եւ կբժշկես զանոնք։ Երբ որ խոսքը իրոք թափանցում է մարդի սրտի մեջ, մարդը այդ խոնարհությունը դրսևորում է համապատասխան, ընդունում է այդ խոսքը որպես Աստծո խոսք։ Այդ խոսքը իր մեջ ունի զորություն, այդ խոսքը ունի կյանք, ինքը հենց կյանքն է խոսքը։ Հիսուսն ասեց իմ խոսքերը հոգի եւ կյանք են։ Եվ այդ հոգի եւ կյանք խոսքը, երբ որ դիպչում է մարդու սրտին, մարդու այդ սրտի խորը այդպես ծածուկ տեղերը սկսում են լուսավորվել եւ այնտեղ գործ անում։ Եվ տեղի ունենում մեծամեծ գործեր ու հրաշք, մարդը տեսնում է ինքը բժշկվեց, օրհնյալ լինի Տիրոջ անունը, եւ գալով այդ կարևոր ամփոփելով խոսքս, բայց գալով այդ հարցին, թե ինչու չենք լսում, ինչպես է ստացվում, որ մարդը չի կարողանում լսել։ Առաջին, մեր սիրտը զբաղված է, մեր միտքը զբաղված է, զբաղված սրտերը չեն լսում։ Եվ ինչով է զբաղված, ինչով ասես կարա զբաղված լինի մարդու սիրտը։ Տարբեր իր համար կարևոր մարդկանցով կարա զբաղված լինի, չէ՞։ Իր հոգսերով զբաղված կարա լինի, իր վերջը ծրագրերով, իր հազարու մի բանով մարդը ինչի որ սիրտը բացում է, տրամադրում է, դրանով էլ լցվում, դրանով էլ զբաղեցվում է իր սիրտը։ Զբաղված սրտերը չեն կարող լսել։ Դրա համար որքան կարևոր է, որ հավատացյալ, ով որ եկել է, ուզում է լսի, ասի Տեր, բացիր, օգնիր, Տեր, որ ես իմ սիրտը բացեմ քո առաջ, որ քո խոսքը թափանցի իմ սրտի մեջ։ Փակ սրտերով մենք չենք կարող լսենք Աստծո խոսքը։ Հիմա այստեղ մարդիկ կան, մեզանից քանիսն է լսում, չգիտեմ։ Թեև առերևույթ լսում ենք սենց, նայում ենք, երևույթով լսում ենք, բայց այն լսելը, որ Տերը նկատի ունի, իսկապես քանիսի համար կարելի է ասել, որ իսկապես լսում ենք։ Կարճ երկրորդ բանը, պատճառը, թե ինչու չենք կարողանում լսել։ Մեր նախապաշարումները։ Նախապաշարված մարդը չի կարող լսի, կամ նախատրամադրված։ Օրինակ Հիսուսը, որ խոսում էր այդ փարիսեցիները, դպիրները եւ հրյաներից մեծ մասը նախապաշարված էին նրա դեմ։ Տրամադրված էին, գիտեք ինչն էր նախապաշարել, որտեւ ահա հայտնվել է մեկը, որ ուշադրությունը ուրիշների հրավիրում է իր վրա։
այդ մրցակցության հոգին, ոգին ավելի ճիշտ։ Լուրջ խնդիր էր փարիսեցիների համար, բայց իրանք չէին ուզում դա տեսնել։ Եվ ահա արդյունքում ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ այն, ինչ որ եղավ։ Ցավալիորեն, ուրեմն նախապաշար, հիմա ասենք ես խոսում եմ, այստեղ օրինակ եմ ասում ուղղակի, ով նախապաշարված է իմ դեմ, ինչ չի կարա լսի։ Որքան կարևոր է, որ մարդը իր սրտում տեսնի, որ այդ խնդիրը չունի, ինքը բաց լինի, կարևոր չի ում միջոցով կխոսվի, ինչ կխոսվի, բայց այն երկու պայմանը ինչ եմ լսում եւ ինչպես եմ լսում, դրա վրա ուշադրություն դարձնելով եւ թույլ տալով, որ Սուրբ Հոգին անի այն, ինչ որ ուզում է անի, ուրեմն նախապաշարումը լուրջ խնդիր է։ Եվ երրորդ խոսել սիրողները, շատ խոսել սիրողները, ովքեր շատախոս են, չեն կարա լսեն։ Շատախոսությունը իրոք լուրջ խնդիր է, մարդը որ կարանա լսի։ Խոսող մարդը, խոսել սիրող մարդը ուզում է ինքը խոսի։ Գիտեք, սա այնքան լուրջ ցավ է, սա հիվանդություն է անգամ, բայց բոլորը չէ որ սա գիտակցում են։ Հակոբոսը օրինակ այդ մասին ասում է 1:19 Հակոբոս ինչպես է ասում է դանդաղ եղեք, որքան հիշում եմ, ուստի իմ սիրելի եղբայրներս, ամեն մարդ թող շուտը լա լսելու մեջ, արագ լինի, շուտ լինի լսելու մեջ, լսելու հարցում շուտ արագ եղի եւ հաջորդը ու ծանր խոսելու մեջ, ծանր խոսելու, ինչու, որտեղ մարդը չի պատկերացնում խոսելով որքան մեղք է գործում, տեղի անտեղի խոսալով, մանավանդ, երբ որ այդ խոսքերը վերաբերում են Աստծո անունից խոսելու հարցին, շատ ավելի զգաստություն է չէ պահանջում, երբ որ ներկայանում ենք Աստծո անունից ինչ-որ բան ենք խոսում, ինչ-որ բան ենք ուրիշներին սովորեցնում, շատ ավելի զգուշ պիտի լինենք։ Եվ վերջինը նաև չորրորդն էլ ասեմ, կարող է պատճառը լինի չլսելու պատճառը, իհարկե սա նրանց է վերաբերվում, ովքեր լսում էին մի ժամանակ, բայց հետո սկսեցին ծանր լսել։ Այսինքն լսելիքները բթացան իրենց։ Այդ մասին Եբրայեցիների 5:11-12-ում է գրված, ձեր լսելիքները բթացած են, այդպես է ասում առաքյալը։ Ինչու բթացան։ Ինչպես է լինում, որ բթանում են։ Ես մի բան գիտեմ, երբ որ մի բան սխալ ես օգտագործում, ցանկացած բան, ինքը բթանում է։ Երբ որ մի բան նպատակային տեղին չես օգտագործում, այդպես էլ մեր օրգանները, մեր կարողությունները։ Եթե մենք ճիշտ նպատակին չենք օգտագործում մեր լսելիքները, Աստծո խոսքին, Աստծո ձայնին տրամադրելու փոխարեն ինչի ասես բացում ենք մեր ականջները, որ լսենք, իհարկե մեր ներսի լսելիքներով, սա բթացնում է մեր լսելու կարողությունը Աստծո խոսքի նկատմամբ։ Ավարտելով խոսքս ինչ եմ կոչանում։ Ինչ վիճակում են մեր լսելիքները Աստծո խոսքը լսելու հարցում, խիստ կարևոր, ըստ էության ամենակարևոր։ Դրա համար ես այդպես վերնագիրը իմ խոսքի ես դա եմ դրեցի, որ լրջագույն խնդիրն է սա։ Լրջագույն խնդիրն է, որտեղ դրանից է հետևում մնացած բոլոր հարցերի լուծումը։ Հնարավոր չի, որ մեկը իսկապես սիրտը բացել եւ լսել է ու լսում է Աստծո խոսքը, ու այդ խոսքը չանի այն, ինչի համար այդ խոսքը ղրկվում է Աստծուց այդ մարդու սրտի մեջ։ Եկեք ոտքի կանգնենք, հարկ տանք Աստծուն, սիրելի հոգիներ, Աստված ողորմություն արեց մեծ ողորմություն ինձ քեզ, որ բացեց, չէ, որ տվեց կարողություն մի օր մեր սրտերը բացվեն Աստծո խոսքի առաջ եւ մենք տրամադրենք մեր սիրտը Աստծո խոսքին։ Բայց այդ սիրտը, որպեսզի բաց մնա Աստծո խոսքի առջև, այդ պատասխանատվությունը քեզ համար դու ես կրում, ինձ համար ես եմ կրում։ Կմնա բաց, ես կանեմ այն ամենը, ինչ որ ինձանից Տերը պահանջում է, որ ես
համապատասխան ուշադրությամբ վերաբերվեմ Աստծո խոսքին, կարծայել ասեմ հին ուխտում եւ նոր կտակարանում էլ կան շատ տեղեր, որ արևմտահայերենում մտիկն էլ է թարգմանված, լսելը թարգմանված է մտիկն էլ, ասենք տեղ կա որ ասում է եթե դու իմ խոսքին մտիկ չրիր, Տերն ասում, չէ, մարգարեությունների մեջ եւ տարբեր տեղերում մտիկ չրիր, իսկ մտիկն էլ է այդպես եթե բացենք բանը այդպես հասկանալի դարձնենք մեզ, նկատի ունի դու լսեցիր առանց ուշադրություն դարձնելու, դու լսեցիր առանց հնազանդվելու, այսինքն եթե դու լսում ես, բայց լսելու շարժարիթը հնազանդվելը չի, ուրեմն դու մտիկ չրիր, ուրեմն դու միտք չարար, ինչպես արդեն ասեցի, թող Աստված ողորմություն անի, մենք պարապ լսողներ չլինենք, որտեվ դրա վախճանը շատ ցավալի կլինի, մանավանդ որ մենք եկել ենք, գնում ենք, գալիս ենք ու մեր նպատակը, եթե Աստծո խոսքի հետ հանդիպելը եւ այդ խոսքը ամենից բարձր տեղում դրած պահելը ու այդ խոսքով ապրելը չի, ցավալի կլինի շատ վերջում, աղոթենք, փառք քեզ